Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է առաջին բիզնես դպրոցի հիմնադիր տնօրեն Ծովինար Սարգսյանը։ Ծովինար, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Եթե կարճ, Ծովինար, դուք ո՞րն եք տեսնում ձեր բիզնես դպրոցի հիմնական առաքելությունը։ Իրականում նախ նորից շնորհակալություն եմ ուզում հայտնել կրթությանը, բիզնեսին, գործարությանը անդրադարձ կատարելու համար։ Եվ եթե կարճ ներկայացնեմ հիմնական միտքը որն է, որը նաև հիմք է հանդիսացել բիզնես դպրոցի ստեղծման համար, ամենակարևոր բաներից մեկը դա Հայաստան աշխարհի զարգացումն է։ Հայաստան աշխարհի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը տնտեսությունն է։ Տնտեսության զարգացման ամենակարևոր բաներից, կտորներից մեկը դա արարելն է կամ գործարարությունն է, քանի որ բոլորս հասկանում ենք, որ տնտեսական կտորը ինքը իր ակտիվությունը ու զարգացումը ապահովում է գործարարության միջոցով եւ որպեսզի գործարարությունը զարգանա, պետք է նաեւ միջավայրից բացի համապատասխան մասնագետներ լինեն, անհատներ լինեն, ովքեր որ միտված լինեն նոր արժեքի ստեղծմանը եւ միջավայրի զարգացմանը։ Եվ եթե ընդհանրացնեմ, հայ արժեքահեն ու գաղափար կրող գործարարների զարգացմանը ու նաև այն անհատներին, ովքեր որ երիտասարդ են, նոր պլանավորում են մտնել գործարար ոլորտ, իրենց աջակցել է։ Որոնք են այն խնդիրները, որոնց այսօր Հայաստանում բախվում է բիզնեսը։ Բախվում է բիզնեսը, որը ուզում է արարել, որը ուզում է նոր արժեք ստեղծել, բայց ցավոք սրտի միջավայրը դիմացի կանգնած անձը, որի հետ նա գործի բերումով պետք է առնչվի, կարծես թե ոչ միշտ է կիսում այդ համոզմունքը։ Դրան կարող է լինել թե պետական ստրուկտուրաները, պետական կառույցները, դրան կարող է լինել եւ նրա հաճախորդները, այսպես ասեմ, եւ որոնք են այդ հիմնական դժվարությունները, որոնց դուք ձեր առաքելության մեջ կարող եք առնչվել։ Տեսեք, իրականում մեր օրերում կարող եմ ներկայացնել ոչ միայն Հայաստանի օրինակը, այլ նաև ամբողջ աշխարհում գործարար ոլորտը բավականին շատ այսպես տրանսֆորմացիաների է ենթարկվում եւ առաջին կարևոր բաներից մեկը դա թվային տեխնոլոգիաների ինտեգրումն է, կամ ներգրավումն է։ Եվ դրան առնչվում է ոչ միայն հայ գործարարը, այլ նաև ամբողջ աշխարհը, բայց եթե այսպես մի փոքր ավելի տեղայնացնեմ այն հիմնական կարևոր խնդիրները, որը որ կարող եմ առանձնացնել գործարար ոլորտում, առաջին կարևոր բաներից մեկը դա գիտելիքի եւ փորձի պակասն է, որովհետեւ ժամանակակից գործարար միջավայրում հաջողելու ամենակարևոր ու առանցքային պայմաններից մեկը դա անդադար կրթվելն է, անընդհատ նոր գիտելիք վերցնելը, յուրացնելը, դարձնել սեփականը եւ ինտեգրել գործարարության մեջ։ Սա առաջին կարևոր բանը։ Երկրորդ կարևոր բանը, որ մեծ ըստեյության ամենամեծ բանից մեկը, որ պակասում է, դա արագությունն է, որտեղ 21-րդ դարում, հատկապես գործարարության ոլորտում, հաղթում են ոչ թե խելացիները, այլ արագները։ Այսինքն դու պետք է կարողանաս շատ ճկուն լինել, շատ այսպես փափուկ հմտությունների մեծ բան ունենաս, որակներ ունենաս եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները արագ վերցնես ու ինտեգրես, այդ նաեւ կարեւոր է։ Այսինքն արագությունը, որ շատ դեպքերում մեր միջավայրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով միշտ չէ, որ դա հնարավոր է լինում ինտեգրել։ Երրորդ կարևոր բանը դա մասնագետների, վստահաբար շատերս ենք լսում, որ գործատուն լավ թիմակից չի կարողանում գտնել, աշխատողը լավ գործ չի կարողանում գտնել, այսինքն այստեղ աշխատաշուկա ու նոր թիմակից ներգրավելու մասով եւս բացեր ունենք, բայց դա էլ նաեւ պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում գործարարը լրիվ այլ որակներ է պահանջում, որը վերաբերվում է եւ փափուկ հմտություններին եւ կոշտ հմտություններին, իսկ աշխատողները կամ թիմակիցները, որոնք որ պետք է ինտեգրվեն բիզնեսում, իրենք այդ հմտությունները ավելի պակասում են, բայց այստեղ էլի գալիս ենք կրթությունից, որովհետեւ շատ կարևոր է, որ դու արագ այդ գիտելիքները վերցնես։ Չորրորդ կարևոր բանը, որ կառանձնացնեմ, դա իհարկե նաեւ ինչու ոչ պետական համակարգում
իրավական, օրենսդրական կարգավորումներ, այո, վարչարությունն են, որովհետև օրինակ, եթե մի քիչ ավելի մասնավոր բան վերցնեմ, գործարարության մեջ ստարտափ կտորը, հա, այսինքն այն ձեռներեցները, ովքեր որ ինչ որ գաղափար են գեներացնում եւ դրանք միտված են արագ աճելուն, արագ դիվերսիֆիկացնելուն, միջազգային շուկա դուրս գալուն, սրա համար եւս անհրաժեշտ են եւ կարգավորումներ եւ նախապայմաններ, որովհետեւ գործարարությունը ինչքան որ այսպես անհատի թիմի գաղափարի վրա է հիմնված, բայց ամեն դեպքում միջավայրը եւս պետք է այդ նախապայմանները ստեղծի։ Պետությունը մեզանում, Հայաստան պետությունը այսօր, եթե ընդհանրացնենք, օգնում է բիզնես միջավայրի ձևավորմանը, օգնում է այդ սկսնակներին, օգնում է ստարտափների ձևավորմանը, թե դեռ ավելի շատ խնդիրներ ու խոչընդոտներ է ստեղծում։ Տեսեք, հարցին երևի մի փոքր այսպես ավելի վերևից դիտարկեմ, քանի որ դե բոլոր էլի միջազգային փորձը եթե վերցնենք, տնտեսության ամենակարևոր կտորներից մեկը դա գործարարությունն է, գործարարն է, հա, ինքը ու նաև այստեղ մի հատ կարևոր միտք եմ ուզում շեշտել, մենք չենք ասում բիզնեսմեն, այլ ասում ենք գործարար, այսինքն արարող մարդը, այդ դա շատ հայաֆիկացնում եք։ Այո, հետո հայերենում իրականում եւ գեղեցիկ բառ է եւ ինքը իրականում գործարարի ամենակարևոր առաքելությունն է, հա, ֆիքսում, արարել, վերցնել խնդիր, խնդրի լուծում եւ արարել։ Ես այսպես կարող եմ ներկայացնել, որ մասնավոր հատվածը շատ ավելի առաջադեմ ու արագ է առաջ գնում եւ սա ինչով է պայմանավորված։ Եթե տարիներ առաջ օրինակ միջազգային կոնֆերանսների, հա, այսպես ելույթների, տարբեր միջոցառումների մասնակցելու հնարավորությունը ավելի քիչ էր, հիմա դա ավելի շատ է, այսինքն շատ ընկերություններ կլինի IT ոլորտում, կլինի դասական, հա, բիզնեսի ոլորտում, կարողանում են գնալ միջազգային շուկա, տարբեր կոնֆերանսների մասնակցել, ցուցահանդեսների, հա, այդ գիտելիքը փորձը կապերը բերել Հայաստան, բայց մասնավոր հատվածը ավելի արագ է տրանսֆորմացվում, ավելի արագ այդ փոփոխությունները վերցնում ի տարբերություն պետական սեկտորի, որտեղ կան օրինակ ոլորտներ նույն ստարտափերի մասով, հա, ըստ էության մեզանում այսպես նույնիսկ հստակ սահմանում չկա, հա, օրենսդրական կարգավորման մասով ինչ է ստարտափը, ինչ արտոնություններից պետք է օգտվի, փոքր միջին ձեռներեցության մասով ունենք, հա, կարգավորումներ, լավ է վատ է դա հարցի այլ կողմն է, բայց ըստ էության նորարարական բիզնեսների միջազգային շուկա իրենց դուրս գալու, ինտեգրացման, իրենց այսպես աջակցության մասով դաշտում դեռ շատ անելիք ունենք եւ այստեղ երևի պետք է ըստ էության ավելի շատ ակտիվացնենք մասնավոր հատված եւ պետական հատված երկխոսությունը, որովհետեւ նորից մասնավորը այդ գիտելիքը փորձը կապերը արագ վերցնում է, տեղայնացնում է իր ընկերությունում, բայց պետական հատվածը շատ դեպքերում այդ փոփոխություններից, այդ առաջընթացից ավելի այսպես հեռու է լինում։ Լավագույն լուծումը պարբերաբար երկխոսություններն են, քննարկումներն են, հանդիպումներն են, որ նաև դաշտը ավելի արագ կարգավորվի։ Բացի պետական մարմինների հետ խնդիրներ ունենալուց, կարծում եմ նաև արդիական է ակտուալ խնդիր է անբարե խիղճ մրցակցությունը, հովանավորչությունը, տարատեսակ մենաշնորհների դեռևս պահպանվող այս պարագայում գործարարը, որը որ մասնակցել է ինչ-որ միջազգային տրեյնինգների, հետաքրքիր գաղափարներով, փորձով, գիտելիքներով, այսպես զինված եկել է ու բախվում է այստեղ այն խնդիրներին, որոնց մասին այնտեղ այդ տրեյնինգի ժամանակ գուցե դեռ չեն անդրադարձել։ Ինքը ինչ պետք է անի։ Մի կողմ դնի հարմարվի այս պայմաններին, թե փորձի ամեն դեպքում իր իմացած այստեղ իմպլեմենտացնել։ Տեսեք, ես միշտ այսպիսի միտք ունեմ ու իրականում հավատում եմ դրան, երբեմն ասում են, օրինակ, ինչ է արել պետությունը քեզ համար, հաջորդ հարցն ենք տալիս, իսկ դու ինչ ես արել պետության համար, հա, այսինքն այդ երկխոսությունը պետք է լինի։ Բայց իհարկե, եթե ես համեմատում եմ, հա, միջազգային շուկայի հետ, կլինի արևմուտքի գործարար միջավայր, կլինի եվրոպական, կլինի արևելքը, հա, ավելի շատ անդրադառնամ արևմուտքին ու եվրոպական միջավայրին, քանի որ ցավոք սրտի դա էլ պետք է արձանագրեմ, որ մենք դեռ դեպի արևելք շուկաներ շատ հնարավորություններ չենք տեսնում։ Դրանք շատ են, բայց չենք տեսնում։ Այստեղ խնդիրները էլի խորքային են, շատ են, կարող է լինել մշակութային առանձնահատկությունները, գործարար բնույթի առանձնահատկությունները, բայց վստահաբար անծանոթ միջավայրը արևմուտքն ու Եվրոպան ավելի հասկանալի են եւ ավելի այսպես ոնց որ փորձառություն ունենք։ Այնտեղ խաղի կանոնները շատ հստակ են։
Այսինքն օրինակ կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, կլինի էլի ագրոբիզնեսի ոլորտ, կլինի դասական բիզնեսի ոլորտ, բոլորը իհարկե այնտեղ էլ խնդիրներ կան, ոչ ոք չի ասում, որ օրինակ արևմուտքում գործարարությամբ զբաղվելուց դու ավելի շատ խնդիրների ես զբաղվում, բայց այնտեղ տրամաբանորեն կամ անտրամաբանորեն կան սահմանված խաղի կանոններ, որը բոլորի համար համաչափ է։ Եվ եթե դու ուզում ես մուտք գործել այդ ոլորտ, ուսումնասիրի խաղի կանոնները եւ սկսիր այդ խաղի կանոններով խաղալ։ Հայաստանում մի փոքր ես միշտ ասում եմ մեր գործարարները ինչ որ տեղ նաեւ այսպես անիրականը իրական դարձնելու ճանապարհով են անցնում, իսկապես շուկան փոքր է, դա շատ լավ է, որովհետև դու շատ բաներ կարողանում ես իմպլեմենտացնել, փորձարկել, հասկանալ ինքը աշխատում է թե ոչ, բայց երևի մեր գործարարների այսպես ուղեղը միշտ բան է աշխատում, հետ ալտերնատիվ ուղղությամբ, ոչ ստանդարտ խնդիրներին տալ լուծում, այդ իրավիճակում շարունակել ոնց որ առաջ գնալ ու զարգանալ։ Սա բարդացնում է, այսինքն այն միջավայրերում, որտեղ որ չկան համակարգ ու պրոցեսներ ու նաև խաղի կանոններ, իրականում գործարարի համար իրավիճակը բարդանում է։ Դու կարող ես խաղի կանոնները սահմանել, այսինքն լինի համակարգ պրոցես խաղի կանոններ, ելի գործարարի համար արդյունավետ չլինի կամ մեկին ձեռնտու լինի, մյուսին ոչ, բայց դրանք պետք է հստակ սահմանված լինեն։ Հակառակ դեպքում ամբողջ նախաձեռնողականությունն ու այսպես ռիսկերը մնում է միայն գործարար դաշտում, որը որ մարտահրավեր է լուրջ։ Ձեր կարծիքով Հայաստանում գործարարները հարկային մարմիններին, հարկային ծառայությանը, պետեկամուտների կոմիտեին շարունակում են առաջվա պես նախկինից շատ վաղուց եկած այդ կարծրատիպերով նայել այդ կառույցին, թե հիմա սառույցը ինչ որտեղ հալվել է եւ նրանք ավելի շատ միմյանց հետ համագործակցում են, ավելի շատ գործընկերներ են, քան որպես ուժային կառույց են դիտարկում հարկայինին, հա, ճնշող ռեպրեսիվ օրգան են դիտարկում։ Տեսեք, եթե թույլ կտաք հարցը մի քիչ ավելի խորքային ներկայացնեմ, մենք սովորաբար գործարարության մեջ այսպես ժամանակաշրջաններ ենք բաժանում, այնուամենայնիվ իմ դիտանկյունից, հա, ասում ենք դինոզավր գործարարներ կամ այն հին ժամանակաշրջանից եկած գործարարներ եւ ժամանակակից գործարարներ, այսինքն ովքեր որ եթե հին այսպես գործարարության մեջ ինչ որ բաներ պահելը, պետությունից ինչ որ բաներ թաքցնելը կամ հարկային ճշտապահություն չունենալը միգուցե ընդունելի էր, չեմ կարող ասել, քանի որ այդ ժամանակաշրջանում ոլորտում չեմ եղել եւ այսպես մաշկի վրա չեմ կարող ասել, ժամանակակից գործարարության մեջ այդ գիտելիքի, փորձի, նաեւ արժե համակարգի կրելը բերում է նրան, որ այսօր գործար ոլորտ մուտք գործելուց բոլորը հասկանում են, որ օրինակ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունները դա կլինի հարկային տեսքով կամ հա այլ վճարների տեսքով, դա կարեւոր է կատարելը, որովհետեւ գործարարության բիզնեսի նաեւ հայ բիզնեսի ամենակարևոր բաներից մեկը որն է, որ դու քո միջավայրը ուժեղացնես, զորացնես, քո պետությունը ուժեղացնես, որովհետև բիզնեսը ուժեղ է, հատկապես եթե մենք խոսում ենք միջազգային շուկայի մասին, երբ որ քո պետությունն է ուժեղ, իսկ եթե դու ինչ-որ բան կոծկում ես, ինչ-որ բան թաքցնում ես, խուսափում ես ինչ-որ վճարներ իրականացնելուց, բնականաբար դու քո միջավայր ու պետությունը ավելի խոցելի ես դարձնում։ Այս համատեքստում, եթե արդեն բուն հարցին անդրադառնամ, եթե նախկինում այդ համագործակցությունը ավելի քիչ էր, հիմա նույնիսկ պետության կողմից այսպես նախաձեռնողականություն եթե լինում է թե չի լինում, միևնույն է մասնավորը գնում է երկխոսության։ Դրա վառ օրինակն են Հայաստանում ձևավորված բավականին շատ գործարար ակումբները, որտեղ որ համախմբված են, հա, խոշոր հայ գործարարները եւ իրենք պարբերաբար բաց քննարկումների, փակ քննարկումների տեսքով անընդհատ հանդիպումներ են կազմակերպում։ Այո, եւ եթե պետական համակարգում ինչ որ տրամաբանական կամ անտրամաբանական օրենք պետք է ընդունվի կամ ինչ որ փոփոխություն պետք է լինի եւ գործարար միջավայրը հասկանում է, որ դա իրապես ազդելու է արժեքի ստեղծման, այսպես արդյունքի վրա, փորձում են հանդիպում կազմակերպել, դա ընդունվում է թե չէ, էլի հարցի մյուս կողմն է, բայց գործարարները իրենց դաշտում փորձում են ամենը անել, որ այն բոլոր օրենքները, կարգավորումները, որոնք բերելու են ոչ թե արդյունավետության բարձրացմանը, այլ անկմանը, իրենք արագ կարգավորում ստանան։ Ու նաև այստեղ շատ ողջունելի է, որ գործարարները ավելի համագործակցված ու թիմային են մոտենում, այսինքն եթե օրինակ
Վերցնենք հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը կամ էլի IT ոլորտը եւ այլն, եթե նույնիսկ գործարարները ոլորտում իրար հետ մրցակցում են, մենք ասում ենք մրցակցել համագործակցելով, պետական համակարգում որևէ կարգավորում է լինում, որ մեկին միգուցե օգտակար լինի, մյուսի համար բացասական, իրենք միավորվում են եւ փորձում են հարցը այնպես կարգավորել, որ բոլորին լավ լինի, այսինքն ոչ թե ամեն մեկը մտածում է իր պիցայի կտորի մասին, այլ պիցան մեծացնելու մասին ու ոնց որ այդ դաշտում արդյունավետությունը բարձրացնելու մասին։ Իհարկե, երկարաժամկետ կտրվածքով դա ավելի ճիշտ մոտեցում եւ ռազմավարություն է, քան այս ռոպեական նեղ խմբակային շահերը պաշտպանելը։ Ծովինար, բիզնեսը Հայաստանում իմ դիտարկմամբ, ես որպես դաշտում գործող լրագրող, շատ դեպքերում առնչվում եմ նրան, որ բիզնեսը խուսափում է հասարակության հետ շփվելուց, խուսափում է կոմունիկացիայից, խուսափում է իր մասին որևէ ինֆորմացիա հայտնելուց։ Այս խնդիրը որտեղից է գալիս, սրա ծագումնաբանությունը։ Ինչի՞ս է սա։ Բավականին հետաքրքիր հարց եք տալիս, էլի եթե անդրադառնամ երկու գործարարների տեսակների, ժամանակակից գործարարներ եւ ավելի հին ավանդույթով, մշակույթով, արժեհավաքարկով գործարարներին, պետք է մեկ բան ասեմ, որ գործարար ոլորտը այնքան արագ է փոխվել, նաեւ ոչ միայն այսպես գործունեության մասով, այլ նաեւ վարքագծային ու մտածողության։ Մեկ կարևոր բան պետք է այսպես ֆիքսել ու արմատացած մտքում ունենալ, որ ժամանակակից այսպես իրավիճակում մարդը, սպառողը ինքը այսպես ավելի հակված է դեպի մարդը, այսինքն մեզ համար, երբ որ մենք օգտվում ենք ինչ-որ ապրանքից ու ծառայությունից, բոլորիս մոտ այդպես է։ Երկրորդ կարևոր բանը, որ ուզում ենք ճշտել, հասկանալ, դա ումն է կամ ով է կանգնած այս բիզնեսի, այս ծառայության կամ գործարարության հետևում։ Այն գործարարները, ովքեր որ վերցրել են ժամանակակից գիտելիքը, փորձը, կրթությունը, մշակույթը, իրենք լավ հասկանում են, որ իրենք պետք է բաց լինեն հասարակության առաջ, հա, վերջի վերջո սպառողները ովքեր են, այն մարդիկ են, ովքեր որ օգտվում են իրենց ապրանքներից ու ծառայություններից, իրենց գումար են վճարում, հա, եւ ըստ էության իրենց գործունեության շարունակականությունն են ապահովում։ Այն գործարարները, ովքեր հասկացել են սա, նաեւ դաշտում կարծում եմ դուք էլ նկատած կլինեք, որ ունենք հայ գործարարներ, ովքեր որ հենց հիմնադիրներն են ներկայացնում իրենց բիզնեսը, իրենց ապրանքը, իրենց ծառայությունը։ Բազմաթիվ օրինակներ այդպեսին կարող են բերել, այսպես որպեսզի գովազ չհնչի կամ եթե ոնց որ կարելի է կարող եմ նաև նշել, որ շատ դեպքերում ընկերության հիմնադիրները իրենք են հանդես գալիս որպես ընկերության այսպես առաջին դեմք ու սկսում են ներկայացնել իրենց ապրանքները, իրենց ծառայությունները եւ սա շատ ավելի մեծ վստահություն է ներշնչում, հա, որովհետեւ մարդը հակված է հավատալու մարդուն։ Դու ավելի շատ վստահություն, ավելի շատ այսպես հակվածություն ես ունենում տվյալ ապրանքը ծառայությունը ձեռբել, երբ որ տեսնում ես թե ով է կանգնած այդ բիզնեսի ինքում ու նաև դու պատրաստական ես լինում, նույնիսկ եթե բիզնեսում ինչ-որ խնդիրներ են լինում, օգնել, որ իրենք ավելի լավը դառնան։ Սա բաց երկխոսություն է, որը կարևոր է։ Իսկ այն բիզնեսները, ովքեր որ կոծկում են, թաքցնում են կամ չեն ուզում երևալ, իմ կարծիքով ժամանակի ընթացքում կամ պետք է տրանսֆորմացվեն, կամ իրենց շուկայում մնալու, այսպես հավանականությունը ավելի փոքրանալու է։ Իհարկե, այստեղ էլ հիմնադիրի որոշման հարց է, հա, օրինակ կան շատ հիմնադիրներ, ովքեր ասում են, հա, դուք կարող եք հրապարակել, ով է տվյալ ընկերության հիմնադիրը, ոնց է ստեղծվել ընկերությունը ու նաև մեր մշակույթում, հա, հիմա այսպես շատ տարածված է, որ հայկական ընկերությունները սկսեցին ներկայացնել իրենց հաջողության պատմությունները։ Ես ավելին ասեմ, նույն բիզնես դպրոցի կրթական ծրագրի հենքային բաներից մեկը սա է, որ մոտ 250 գործարար գալիս ու կիսվում է իր ընկերության մասին, ընկերության պատմությունը, հաջողված кейսերը, ձախողված кейսերը, իսկ այն ընկերությունները, ովքեր որ փակ են, ստվերում են, չեն ուզում երևալ, ես կարծում եմ մի քանի տարի հետո ավելի բարդ է լինելու։ Նրանք վախենում են մրցակցությունից, վախենում են իրենց առևտրային գաղտնիքը բացահայտելուց, վախենում են պետության հակազդեցությունից, որ տվյալ պահին անհրաժեշտ ինֆորմացիան չեն հրապարակում։ Տեսեք, ամեն դեպքում նույնիսկ այն գործարարները, ովքեր որ բաց են, հրապարակային են ներկայացնում, բնականաբար այստեղ գոյություն ունի առևտրային գաղտնիքի ինչ-որ մի կտոր, որ իրենք այսպես թեմպես չեն ներկայացնում, բայց խոսել ընկերության մասին, հա, խոսել քո գաղափարների, արժեքների, ծառայությունների մասին, սա ոչ մի կերպ իրապես բիզնեսին, եթե չի օգնում, վստահաբար չի վնասում։ Իսկ հանրության առջև հանդես չգալ, փորձելով ինչ-որ բաներ թաքցնել, պետական
ապարատի աչքից հեռու լինելը, կարծում եմ 21-րդ դարը այնքան բաց դարաշրջան է, հիմա ինչ տեղեկատվություն ուզենանք հավաքել, որ չկարողանան գտնել։ Էլ չասեմ մեր շուկայի դեպքում, որ այնքան փոքր է, որ մի քիչ այսպես փորձում ես խորհուրդ բոլորին ճանաչում են, հետեւաբար շատ ավելի լավ է ու հատկապես որ դու զգում ես, որ դա քո գործունեության արդյունավետությունը բարձրացնում է, լինել բաց, լինել ավելի այսպես հրապարակային քո սպառողների, քո հասարակության առջև, վերջի վերջո ինչպես նշեցի, ովքեր են քո սպառողները, հա, իրենք են չէ քո գոյությունը, քո շարունակականությունը ապահովում։ Զրույցի սկզբում անդրադարձակ գործատու եւ աշխատող այդ հարաբերություններին, կարծում եմ համաձայն կլինեք ինձ հետ, որ Հայաստանում ամեն ինչ այդքան բարվոք չէ այս հարթության մեջ, շատ դեպքերում աշխատողների իրավունքները միշտ չէ որ պահպանվում են մեղմ ասած, գործատուն շատ ավելի չգրված լծակներ եւ մեխանիզմներ ունի աշխատողին իր կամքը թելադրելու, իր կամքը պարտադրելու աշխատավոճի մեջ կամ աշխատաժամերը պահպանելու, չպահպանելու տեսանկյունից ինչպես եք տեսնում այս հարցի լուծումը, ինչպես եք տեսնում մեր խնդրի լուծումը, եթե հաշվի առնենք, որ կարծես թե արմիությունների համակարգը ինստիտուտ որպես այդքան էլ մեզանում դեռ զարգացած չէ Հայաստանում։ Տեսեք, հարցին մի քանի էլի շերտերով փորձեմ պատասխանել, վստահ պետք է ֆիքսել, որ Հայաստանում եւ որպես գործատու եւ որպես աշխատակից շատ իրապես սերնդափոխություն է տեղի ունեցել, հա։ Երևի ես սրա մասին շատ եմ նշում, մենք հիմա եզակի ժամանակաշրջանում ենք ապրում, որ 7 սերունդ, եթե բետա սերունդն էլ վերցնենք, հա, 2025 թվական ծնվածները ապրում, արարում, աշխատում, ստեղծում են իրար հետ միաժամանակ։ Եթե օրինակ 10-15 տարի առաջ եւ աշխատաշուկայում էր հնարավորությունները ավելի սահմանափակ, այսինքն կային այսպես իմիջային շատ ընկերություններ, որ յուրաքանչյուր ավարտածի կամ յուրաքանչյուր այսպես աշխատակցի նպատակներ հայտնվել այդ ընկերությունում, հա, եւ իրենց մշակույթով, եւ իրենց վերաբերմունքով եւ այլն։ Հիմա դրանց թիվը հարյուրապատկվել եւ եթե ոչ ավել է, հա, այսինքն նույն IT ոլորտի միշտ օրինակն ենք բերում, ինչու, որովհետև իրականում IT տեղեկատվական տեխնոլոգիաներ, հա, վերցնենք, որովհետև նույն ագրոբիզնեսի ոլորտում էլ տեխնոլոգիաներ կարող են ներդրված լինել։ Այդ ընկերությունները ի հայտ գալով եւ միջավայր են փոխել եւ մշակույթ են փոխել եւ նաեւ մյուս կարեւոր բանը այսօր եւ գործատուներն են ավելի շատ իրազեկված եւ աշխատողները, այսինքն եթե դու 15-20 տարի առաջ կարող էր թիմակից ունենալ իրեն, այսպես 7-24 աշխատացնել, անառողջ միջավայր լինել եւ այլն ու մարդը աշխատեր այդ միջավայրում։ Հիմա այլընտրանք կա, նա կարող է այլ բան։ Հատկապես ժամանակակից սերնդի դեպքում դու այդ շանսը ուղղակի չունես։ Նախ ավելի շատ են ուսումնասիրում, ավելի շատ են կարդում, հատկապես որ հարցը վերաբերվում է, այո, ամբիցիոզ են իրենց իրավունքներին, իրենք այսպես շատ լավ ուսումնասիրում են, ու նաև գործատուներն են ըստ էության, այստեղ նաև մտածողության փոփոխության բան կա, որ մարդուն դիտարկում են ոչ թե գործիք, այսինքն աշխատողը իրենց համար ոչ թե գործիք է, այլ իրենց նպատակի իրականացման համար թիմակից է, որովհետև այնուամենայնիվ բոլորը հասկանում են, որ գաղափարը ոչինչ է, քո ընկերությունը ոչինչ է, եթե չկան մարդիկ։ Դրա մասին ես շատ եմ նշում, որ ընկերությունը դա մարդիկ է։ Քո թիմակիցներն են, քո գործընկերներն են, քո մրցակիցներն են, քո սպառողներն են, ու եթե դու այստեղ ճիշտ խաղի կանոններով առաջ չես գնում, վստահ, էլի երկար չես կարողանում մնալ ու շատ արագ կադրերի հոսունություն ես ունենում։ Մարդիկ արդեն հատկապես Հայաստանում, չասեմ, որ նաև աշխատանքային միջավայր է փոխվել, եթե օրինակ տարիներ առաջ միջազգային շուկաների հետ աշխատելը դա այսպես ընտրյալների ներդրված կամ ամեն մարդ չուներ այդ հնարավորությունը։ Հիմա աշխարհը բաց է։ Դու կարող ես ֆրիլանս տարբերակով աշխատանք գտնել, եթե տեղական շուկայում օրինակ ոչ մի ընկերություն քո մշակույթների արժեքների մեջ չի, դու հանգիստ կարողանում ես նաև այստեղ նստած ամերիկյան որևէ ընկերությունում աշխատել։ Ու սա արդեն բերում է նրան, որ պետք է ոնց որ խաղի կանոնները փոխվեն։ Երբ գործատուն բողոքում է, որ աշխատող չունի, կադր չունի, դա օբյեկտիվ իրականություն է, թե դա ավելի շատ նրա քմահաճույքն է կամ գուցե նա չի ստեղծում համապատասխան պայմաններ միջավայր, որպեսզի գրավիչ լինի պոտենցիալ կադրի համար։ Հարցը երկու կտոր ունի, տեսեք, իրականում շատ դեպքում իրականում ընկերության պահանջը այդքան էլ օբյեկտիվ չի լինում, որովհետև ընկերությունը օրինակ ասում է, ես այսպիսի թիմակից եմ ուզում, հա, այսինքն որակներով, ինչ որ չափանիշներով, բայց դրան համարժեք
աշխատանքային միջավայր, պայմաններ եւ այլն չի ստեղծում։ Ու հա, կուզենամ նաեւ նշել, որ այստեղ նաեւ եթե նախկինում առաջնային կետ էր գալիս վարձատրությունը, հիմա շատ ավելի կարեւոր է նաեւ միջավայրը, որովհետեւ դու կարող ես շատ լավ վճարել, բայց չունենալ առողջ ստեղծարար միջավայր ու մասնագետը ուղղակի չուզենա։ Եվ գրաֆիկ աշխատանքային շատ կարևոր է նաեւ։ Այսինքն սա շատ դեպքում սուբյեկտիվ բնութագրում, եթե այս կողմով նայենք, բայց մյուս կողմից նաեւ օբյեկտիվ պատճառներ են առաջացել, տեսեք, ոնց որ նշեցի, աշխարհը արագ փոխվում է, շատ գիտելիքներ հնանում են, շատ հմտություններ հնանում են եւ բարեբախտաբար կամ դժբախտաբար մեր կրթական համակարգերը իհարկե փորձում են այդ փոփոխություններին արագ ադապտացվել, բայց դժվար է։ Եթե կրթության ոլորտը բաժանենք ֆորմալ կրթության եւ ոչ ֆորմալ կրթության, ֆորմալ կրթությունը դա մեր մասնագիտական բուհերն են, եւ այնտեղ տեղի է ունենում մասնագետների պատրաստման հիմնական, այսպես կտորն է տեղի ունենում, շատ դժվար է լինում կրթության մեջ արագ այդ գիտելիքը փորձառությունը վերցնել, մասնագետներին զինել այդ գիտելիքներով ու փորձով եւ իրենց ոնց տալ աշխատաշուկա։ Հետևաբար շատ դեպքում գործատուի մոտ այդ պահանջը, որ իմ այսպես պահանջներին համապատասխան աշխատող չեմ կարողանում գտնել, շատ դեպքում օբյեկտիվ է, որովհետև դու ունենում ես բոլոր միջավայրը, աշխատավարձի եւ այլն, բայց այդ որակի մասնագետ չես կարողանում գտնել, որովհետև էլի գիտելիքը արագ հնանում է, նոր գիտելիք է գալիս եւ քո միջավայրը, այսինքն քո պոտենցիալ թիմակիցը, աշխատակիցը պետք է ունենա այդ հմտությունները։ Դա վերաբերվում է եւ կոշտ հմտություններին եւ փափուկ հմտություններին։ Այստեղ նաեւ այդ օբյեկտիվ պատճառը կա, որ իրականում շատ դեպքում գործատուն ամեն պայման ստեղծում է, բայց չի կարողանում գտնել եւ բնականաբար գնում է դեպի միջազգային շուկա ու ֆրիլանսինգով կամ հեռավար ինչ-որ տարբերակներով թիմակիցներ է ներգրավում։ Բիզնեսի եւ աշխատաշուկայի տեսանկյունից ինչ հնարավորություններ եւ ռիսկեր է ստեղծում արհեստական բանականությունն այսօր։ Տեսեք, իրականում արհեստական բանականության մասին շատ են քննարկում, իրականում այստեղ էլ տարբեր ճամբարների են բաժանվում, մի մասը նշում է, որ դա եկել է մեզ կործանելու, կտրականապես ժխտում է դրա գոյությունը, եւ մյուս մասն էլ ասում է չէ, բայց իրականում ինքը հնարավորություն է, պետք է օգտվել եւ այլն։ Իմ սուբյեկտիվ դիտարկումը նշեմ, եւ կրթության մեջ եւ նաեւ այսպես գործարարության մեջ նորից աշխարհը զարգանում է, գիտելիքը զարգանում է, կրթությունը զարգանում է, արհեստական բանականությունն էլ, այսինքն AI տեխնոլոգիաները եւ այլն, իրենց ներթափանցումը բոլոր ոլորտներ տեղի է ունենում։ Հիմա մենք ուզենք թե չուզենք, դա տեղի է ունենալու։ Այսինքն ես եւ դուք հիմա որ այստեղ նստենք, որոշենք, որ պետք է ժխտենք իր գոյությունը, դրանով աշխարհում ոչինչ չի փոխվելու։ Պարզապես մենք ինչ որ զարգացման ուղեցրից դուրս ենք մնալու։ Սա պետք է հստակ ֆիքսել։ Ոնց որ մի քանի տարի անց եթե դիտարկենք, մենք ժխտեինք, օրինակ, որոնման համակարգերից օգտվել, ասենք չէ, դա դեգրադացնում է, պետք է գնալ նստել ազգային գրադարաններում, գիտելիք վերցնել եւ այլն։ Հա, մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, բայց զարգանում է։ Այստեղ ամենակարևոր բանը հասկանալ այսպես մարդկային բանականության եւ արհեստական բանականության ճիշտ սահմանը։ Այն որ արհեստական բանականությունը իրապես շատ ոլորտներում գործունեության արդյունավետությունը բարձրացնում է, դա անժխտելի է, հա, վստահաբար շատ ոլորտներ կան, որ ինքը դրական է ազդել եւ ամենակարևորը արդյունավետությունն է բարձրացրել։ Պետք է մի բան հասկանալ, որ արհեստական բանականությունը ինքը քեզ օգնող գործիք է, դերացուցիչ գործիք է, որ այն աշխատանքը, որը որ դու ժամանակին անում էիր ավելի երկար ժամանակ էր տրամադրում, քեզանից շատ ժամանակ էր տանում, դու հիմա շատ բաներ կարող ես անել արհեստական բանականության միջոցով։ Եթե դուք որևէ ոլորտում մասնագետ եք, էքսպերտ եք, ինքը ձեզ միանշանակ օգնելու է, որպեսզի նորից ձեր գործունեության արդյունավետությունը բարձրացնենք, բայց ինքը մի վտանգ ունի կրթական համակարգերում, որովհետև օրինակ, երբ որ դպրոցներում, կրթօջախներում, համալսարաններում, օրինակ առաջին, երկրորդ կուրսերում, որտեղ որ երիտասարդները դեռ շատ մասնագիտական գիտելիք չունեն ու ամբողջությամբ ապավինում են արհեստական բանականությանը, հա, այստեղ մենք կարող ենք խնդիր ունենալ, որովհետև դու ըստ էության քո ուղեղը տանում ես դեպի ծուլության ռեժիմ, հա, ինչ որ խնդիր է դրվում քո առաջ, արագ մտնում ես, փորձում ես, չես էլ մտածում դրա մասին, այլ փորձում ես արհեստական բանականության միջոցով հարցը լուծել։ Սա իր վտանգները ունի, այսինքն եթե այս համատեքստում ենք նայում, ինքը վտանգավոր է, որ դու ուղեղդ չես աշխատացնում, միանգամից ինչ որ բան ասում են, գնում ես դեպի արհեստական բանականության դաշտ կամ փորձում ես արագ լուծել, ոնց որ գլուխդ ազատել, հա, այդ խնդրից կամ հարցից։ Բայց եթե նորից դու մասնագետ ես, դու իրեն
առողջ դիտանկյունից ես նայում, ինքը շատ օգնում է եւ ամենակարևոր բաներից մեկը, իմ համար դա շատ կարևոր է, եկրթության մեջ, գործարարության մեջ արդյունավետությունը։ Ոնց որ ասում եմ, պետք չէ աշխատել 24 ժամ, պետք է աշխատել գլխով։ Հիմա արհեստական բանականությունը քեզ օգնում է լիքը հարցերով, որ այն գործերին, որ դու ժամանակին շատ երկար տրամադրում եք, հիմա դա բայց միևնույն է մարդուն ինքը չի փոխարինում ամեն դեպքում։ Վստահ չի փոխարինում ու մի հատ կարևոր բան էլ շատ խոսում ենք ավտոմատացումից, շատ խոսում ենք այո, ասում են մի քանի տարի հետո, ասենք 10-15 տարի հետո SSS մասնագիտությունները մեռնելու են, դա երևի թե մասամբ է այդպես կամ ընդհանրապես այդպես չի լինելու։ Տեսեք, նախ ինչու չի փոխարինելու, ինչ կանել ռոբոտները գալիս են եւ այլն, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, էմոցիոնալ ինտելեկտով կամ էմոցիաներով մարդը հաղթելու է, որովհետև միևնույնն է, հատկապես հիմա նկատած կլինեք, որ ժամանակակից մարդը մեզանից յուրաքանչյուրը ձգտում է դեպի ավելի բնականություն, դեպի բնություն, դեպի այսպես մարդուն է, հա, գնում, որովհետև ամեն ինչ այնքան է, այս տեխնոլոգիաները բան այնքան են ներթափանցել մեր դաշտ, որ մենք նույնիսկ շատ ժամանակ են, որ ասում են այն հին թվերին ինչքան հաճելի էր, չէ՞։ Նոստալգիա են ապրում։ Իրար հետ շփվում էինք, իրար հետ զրուցում էինք, այսինքն էմոցիոնալ բանում համատեքստում մարդը միշտ հաղթելու է։ Ես չեմ պատկերացնում այնպիսի ռոբոտ կամ այնպիսի տեխնոլոգիա, որ այն էմոցիաները փոխանցի, ինչը որ մարդն է փոխանցում, հա, բայց նաև մյուս տեսանկյունից, որ նայում ենք, եթե նաև մասնագիտությունների մասով անդրադառնամ, դա միշտ եղել է։ Այսինքն նույնիսկ այսպիսի հետազոտություն կա, որ ժամանակակից մարդը 21-րդ դարի իր ամբողջ կյանքի ընթացքում միջինը 5 մասնագիտացում է փոխելու։ Այսինքն դա շատ բնական process է, որտեվ նույն եթե արհեստական բանականության մասով անդրադառնանք 5-10 տարի առաջ ոչ ոք չէր կարող հասկանալ կամ պատկերացնել կամ մտքում ունենալ, որ օրինակ աշխատաշուկայում կհայտնվի հայտարարություն մարքեթինգի prompt engineer կամ արհեստական բանականության հրահանգիչ ինժեներ, հա, այդ ժամանակակից մասնագիտություն է, որը որ էլի 5-10 տարի առաջ չկար։ Ու ժամանակակից մարդը պետք է պատրաստ լինի այդ տրանսֆորմացիաներին։ Ինչ մասնագիտություններ ապագայում կլինեն, ինչ չեն լինի, սա բավականին էլի կա հետազոտություն ուղղություններ, բավականին երկար զրույցի թեմա է, բայց ամենակարևոր բանից մեկը, որ մենք հիմա շեշտում ենք, կլինի գործարարության մեջ, կլինի կրթության մեջ, մենք ինչ ենք ասում, որ մարդու ամենակարևոր բանից մեկը դա փափուկ հմտությունների զարգացումն է, մասնավորապես սովորել, արագ սովորել, որովհետև աշխարհը այնքան արագ է շուտ ադապտացվել միջավայրի փոփոխություններին։ Այո, որ մենք օրինակ հիմա այստեղ նստած զրուցում ենք, 5-10 տարի հետո կարող է գալ այնպիսի մասնագիտություն, որ կամ այնպիսի ուղղություն, որ մենք դրա մասին բացարձակ պատկերացում չունենք, բայց եթե մարդը ունենում է այդ հմտությունը սովորել արագ սովորելու, այդ ճկունությունը ինքը ըստ էության շատ լուրջ մարտահրավեր չի ունենա։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, մեր հյուրն էր առաջին բիզնես դպրոցի հիմնադիր տնօրեն Ծովինար Սարգսյանը։ Կհանդիպենք։